Բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ եւս մեկ անգամ, ուրեմն որ ասեմ ինչ է կատարվել ձեր Անահիտի հետ, մեքենայի համար եմ մոռացել, բոլորդ լավ կծիծաղեք, ուրեմն ես արդեն 10 օր նշել եմ իմ աժենդայում, որ այսօր իմ ընկերուհու, մոտիկ ընկերուհու ծննդյան տարեդարձն եմ, ու տեսակ, որ ես շատ ուրախացած ինձանից գոհ գնացի, որ բորշը բերեմ, նենց ախորժակով սվետանը դրեցի, սև հաց ունեի դենց կիսասև էլի, որ արդեն ուտեմ ու հանկարծակի իմ Դավիթիս ընկերը զանգեց, ինչ որ մի բաներ հարցնում, որը կապված է իմ ընկերուհու հետ։ Եվ հանկարծակի ես հիշեցի, որ այսօր իր ծնունդն է ու իրանք ինձ ռեստորանում սպասում են։ Ինչ կլինեք երեխեք, ես լավ չի իմ վիճակը։ Եվ ես հիմա արագ զանգեցի, չէին պատասխանում, զանգեցի, դե արդեն չնայած մտածել էի ծնունդի նվերը ինչ եմ տալու, իմ հավաքածուից քարտ եմ տալիս, որ իմ հավաքածուից օգտվի։ Հիմա ուրեմն քանիսն է ժամը 12:32, մենք պայմանավորվել ենք 12:15։ Ես հիմա 120-ի վրա գնում եմ, իմ համար հանգիստ դուրս եմ եկել, ճամփրուկս եմ դնում, իմ համար հանգիստ, նայում եմ տեսնում ինչ պետք է վերցնեմ ճանապարհություն, չնայած դեռ ունենք ահագին ժամանակ, բայց ամեն դեպքում ժողովուրդ դա ուղղակի իմ կողմից ես ինքս ինչ չեմ ներում, բայց տարօրինակներն է, որ ես նշել էի իմ աժենդայի մեջ, որ ինքը ինձ ղապել տար, այսինքն հիշացներ, բայց արի ու տես, որ չի հիշացել, ինչ արագության վրա եմ փոխվել եւ մի քիչ թեթևակի մակիաժ, չեմ էլ անում մակիաժ, ես սրանք եմ փակել, շրթներ եւ արագություն, բայց ասա Անահիտ ջան, երիկա, այդպես արագ գնաս, պորտմանս վերցրեցի ես։ Ամենսը, պորտմանս չեմ վերցրել ժողովուրդ։ Ոչ բրավա, ոչ մի բան չկա, պորտմանս չեմ վերցրել։ Դե լավ ներող լինեն բոլորը, չնայած հրավիրված են, բայց ամեն դեպքում առանց պորտմանի։ Ես պորտմանս վերցրել էի, որ բան պիտի մուծեի եւ թողեցի, ես զգացի, որ իմ պայուսակը բավականին թեթև է։ Ոչինչ, ներող լինեն ժողովուրդը։ Ես հիմա արագության վրա։ Դու մենակ դու էիր ինձ պակասում, պապիկ։ Փյունեզը 10-ով է գնում։ Տեղ էլ չկա ես, ուժեղ ես պավարոդների տեղը։ Կներես, սպորտի վրա եմ դրել երեխեք, գոնկայի եմ դուրս եկել շումաղեղ։ Ես էլ այսօր հանգիստ մտածեցի, ասեցի մազերս կներկեմ, ճաշը ուտեմ վերջացնեմ, մազերս ներկեմ, այդ ցեխի բաներ եմ դնում, աղժիլվեղ, կանաչ աղժիլն է, ինքը արտակարգ օգնում է, ասեմ դες իմացեք, ճիշտ ասած չէի հավատում, բայց օգնում է, հանգստացնում է, եթե ունեք պրոբլեմատիկ տեղեր, այսինքն ոտքերի ցավ եւ այլն, այդ աղժիլվեղ, կանաչ աղժիլը գնեք, աղժիլը գիտեք որ նայեք ցեխը ինքը խառնում են ջրի հետ, միանգամից տյուբերով վաճառում են, բայց կա որ աղժիլվեղ դու կարող եք ինքներդ գնել եւ խառնել ջրի հետ, բայց ես խորհուրդ եմ տալիս այդ տյուբերով գնեք, ապտեկաներում կա, պարաֆարմասիում է կլինի ինձ թվում է, օգնում է, հանգստացնում է, դա կոմպրեսներ եք դնում, ամբողջությամբ դնում եք ձեր ցավացող տեղը, 1 ժամ թողնում եք եւ կտեսնեք այն մասը, որը շատ ցավում է, այդքան մաս թաց է մնում վերջում, ասեմ իմացեք էլի։ Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ բոլորիցդ գեղեցիկ կոմենտների համար։ Նախորդ ասում եմ բոլորիդ եւ ուղարկում եմ իմ ուղերձը ձեզ, որ դուք գաք, որ դուք իմ հետ եք եւ ես դրանով ավելի ինչ ասեմ, իմ կյանքը լցվում է եւ ես ուրախ եմ, որ ես ծանոթացա այս YouTube-յան ալիքի շնորհիվ բավականին լավ ընկերներ, լավ բարեկամներ, բարեկամեցող մարդիկ գտա։ Այսքանը սիրելիներս, դե լավ ինչ ասեմ, Անահիտը կենտրոնանա, որովհետև ամբողջը պավարոդ է եւ Անահիտը արագությունը բացել է 110-120, ուրիշ վարիանտ չունեմ։ Անց 32 դուրս եմ եկել, օրենքով ես այդտեղ 15 րոպեում եմ հասնելու, բայց ես հիմա սենց արագությամբ 10 րոպեում կհասնեմ։ Իմ սիրելի հետևորդուհիներ եւ հետևորդներ ջան, այսօր մեր սիրելի
թիմի անդամ Նայրայի խնդրանքով ցանկանում եմ շնորհավորել իր քրոջ անունը չգիտեմ, չէր գրել Նայրան, ովքեր պետք է հանդիպեն միասին Դուբայում եւ նշեն իր քրոջ 50-ամյակը։ Նայրան բնակվում է Բելգիայում։ Բարև Նայրա ջան, բարև քույրիկ Նայրայի, իմ սիրելի Նայրայի քույրիկ, ձեր անունը չգիտեմ, ներող եղեք։ Շնորհավորում եմ ձեր 50-ամյակը։ Գիտեք ինչ եմ ցանկանում, ես ցանկանում եմ, որ ամեն ամյակները այսպես գեղեցիկ ձևով նշեք։ Ես ցանկանում եմ, որ սա լինի առիթ, որպեսզի տարին մեկ անգամ ձեր քրոջ, ձեր եղբոր եւ ձեր բարեկամների հետ հանդիպեք ինչ-որ մի երկրում եւ նշեք։ Դա կապ չունի ամյակ է, թե 51, 52, 53, իհարկե 50 դա մի հրաշալի ամյակ է։ Շատերը կան, որ չեն սիրում նշել։ Ժողովուրդ ջան, դրանք բոլորը հետանոսական սուտ բաներ են։ Յուրաքանչյուր տարին, յուրաքանչյուր ծնունդը պետք է նշել։ Իմ սիրելի Նայրայի քույրիկ, ես շնորհավորում եմ քեզ։ Ցանկանում եմ, գիտեք ինչ, այս բառեր չեն, ցանկանում եմ ամենակարևորը, առողջ լինեք, ուրախ տարեդարձ անցկացնեք, երգեք, պարեք, ուրախանաք եւ ամենակարևորը ձեր ընտանիքով, ձեր երեխաներով, ձեր ծնողներով եւ թող այս առիթ լինի այդ ծննդյան տարեդարձը, որ դուք հանդիպեք ամեն անգամ, մի անգամ Դուբայ, մի անգամ Ամերիկա, մի անգամ Բելգիա, մի անգամ Ֆրանսիա, Հայաստան եւ ամենակարևորը ուրախ նշեք եւ ամենակարևորը մեկդ մեկից սիրեք։ Ամենալավն եմ ցանկանում քեզ եւ ցանկանում եմ, որ դու երջանիկ լինես, սիրես եւ սիրվես եւ նշես 50, 60, 70, 80, 90, 100 դե դրանից հետո ինչքան նշեցիր դա քո քյարն է դե ինչ սիրելիս համբուրում եմ եւ մաղթում ձեզ հրաշալի շաբաթ կամ օրեր Դուբայում պակա ահա եւ ես արդեն համարը հասնում եմ երկրորդ կետին անց 28 անց 38-ը 6 րոպեում հասանք այստեղ հիմա կարևորն է որ ռեստորանում տեղ չկա կանգնելու միգուցե թե այսօր չնայած երկուշաբթի է բայց ամեն դեպքում ասեմ ձեզ որ լավ ծիծաղացին ընկերուհիներս որ ասեցի մոռացել էի չէի մոռացել էլի նշել էի որ ինձ հիշացնել բայց նա չէր նշել իմ հեռախոսին պետք է պատժել ժողովուրդ ջան այնքան շուտ անցավ այս շաբաթ գիրակին շատ շուտ անցավ իմ եղբայրս հարսս երեխաներով անչափ շուտ անցավ եւ արտակարգ լավ անցավ ասեմ ձեզ թրավ մենք շուտ է բնական է շաբաթ գիրակի դե երկուշաբթի բոլորն աշխատում են երկուշաբթի եղբայրս եկել էր կնոջ հետ երեխաների հետ որ մայրիկին տեսներ եւ մայրերի տոնի արդիվ բոլորը գիտեք ինչ չի ստացվում որ բոլորը հավաքվեն այն մի քույրս այնտեղ աշխատում են մեկն այնտեղ աշխատում են մեկը չի աշխատում ես մեկն աշխատում է երկիրը բավականին մեծ դրա համար դժվար է որ բոլորը հավաքվեք շատ ասենք որ լինում է ամյակներ այդ ժամանակ արդեն ամեն ինչ անում ենք որպեսզի նախորոք եք որոշում որ մարդիկ իրենց արձակուրդ տնեն կամ օր նշեն դա է պատճառը շատ լավ քաբաբ կերանք երկրորդ օրը խորոված ես քաբաբ եմ սիրում խորոված չեմ սիրում դե հիմա մարդիկ կասեն ոյ Անահիտ ոնց կարող է մարդը խորոված չսիրում ժողովուրդ ջան ուտում եմ եթե պետք է բայց տենց սեր չունեմ էլի հասանք ստոպին ես դες չասեցի 10 րոպեում կհասնեմ 14 կիլոմետրը այստեղ չկան միլիցիոներներ մեր այդ ճանապարհներում միլիցիոներներ չկա 90 է այստեղ բայց այստեղից կկտրեմ մի անգամից որ հետևով մտնեմ դե լավ սիրելիներս ձեր Անահիտը շկային ցանկացեք բարի օր համբուրում եմ ձեզ եւ ամենակարևորը չմոռանաք լայքերը չմոռանաք լինել ակտիվ եթե իհարկե հավանում եք գիտեք սա շաբլոն բառեր են որ պետք է ես ասեմ բարձվում է ասում եմ նաեւ իմ լավ հետևորդուհիների համար որտեղ ինձանից բետար իրանք են մոռանում պատկերացրեք որ ես ծննդյան տարեդարձը մոռանամ ինչ չեմ ներում իմ համար դեռ այսօր 20-ն է ամսի ես գիտեմ որ 26-ին իր ծննդյան տարեդարձն է բայց արի ուտես որ իմ պորտվեցի ոչ էլ պորտման եմ վերցրել
լավա ես չէի ուծելու փողը։ Չնայած իմ ընկերուհին, մոռացել էի։ Հիմա որ միլիցիաները բռնացնել ինձ, ոչ պրավա ունեմ, ոչ մի թուղթ չունեմ մոտս, աբսոլյուտման։ Չեմ սիրում առանց պրավա, ես ինչ արդեն ներվես հրազդեց։ Ասա քեզ ով է խնդրը արագ վարես մեքենա, որ դա էլ ընկնի։ Դե լավ հասած Երեխեք ստրիշտոյ դուրս է եկել։ Այ քեզ բան։ Դե լավ գնացինք սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ձեզ որ ձեզ ասեցի 8 րոպե 8 րոպեում թե 10 րոպեում համարյա թե հասա ես տեղ իրանք քանի որ գիտեն արդեն իմ ճաշակը իմ տեղը վերցրել էին ալկոհոլը, ապերետիվը ես սիրում եմ մախտինի սառուցով եւ լիմոնով հիմա ընկերուհիս ասեց ինչ ես անում ասի գնամ տուն մազերս ներկեմ արդեն հոգնացրեցիք ինձ նո աս մարի մեր տունը համերպես դիվանն են փոխել լուստրաներն են փոխել արի նայի տես ինչ ես կարծում ասեցի գնամ գգամ բայց գնամ իր տունը սուրճ խմեմ այս ռեստորանի սուրճը երեխեք էքսպրեսով այնքան ուժեղ է որ ես որ հենց գալիս եմ այս ռեստորան խմում եմ վատանում եմ չեմ կարողանում մարսեմ վալա գնացինք Այս ավտոմատը սով է, կցել ավտոմատի վրա ավտոմատ բանի այդ կոնդիցիոները ավտոմատի վրա էր դրած ասում եք, այսօր այդ աղջիկա ծնունդն է մի հատ լավ ծաղիկի խանութ ունեն ստեղ երկուշաբթի օրը փակ է Ֆրանսիայի լավ եւ վատ կողմերը երկուշաբթի օրը փակ է վատը մեր համար լավը իրանց համար քանի որ յուրաքանչյուր մարդ հանգստանալու իրավունք ունի Ռեստորանները մինչև ժամը 2-ն է, 2-ից հետո սոված լինես, ոչ մի բան չկա, գնա հացը առ, երշիկար կեր։ Եվ լավ է նայա, որ այդ ընթացքում մարդիկ հանգստանում են, այսինքն իրանք մարդը, ինչ ասեմ, հարգանք ունեն դեպի մարդու նկատմամբ։ Օրինակ մեր Հայաստանում ինչով է լավը, լավն է, որ անընդհատ բաց է, բայց վատն է, որ այդ մարդիկ 20 ժամ աշխատում են ոտքի վրա։ Այդպես չպիտի լինի, պիտի օրենքով յուրաքանչյուր մարդ աշխատի, թեկուզ օֆիցիան, թեկուզ մատուցող լավ չնեղանակ, ռեստորանում եւ այլն պետք է աշխատի ինքը 8 ժամ, 7-ից 8 ժամ, հետո սմենը հանձնեն այն մյուս 8 ժամ աշխատի, որպեսզի մարդիկ նախ շատ աշխատանք կլինի, մարդիկ աշխատանք ունեն եւ չհաշված դրանից էլ այն կողմ կհարգեն մարդկանց եսը, ինչ լավն են այս պիոնները այդպիսի բաներ, եկա ես իրանի չուտ հասա, ինքը չգիտեմ մեքենան որտեղ էր կանգնացրել, հիմա կանգնեմ սպասեմ թող գա մի հատ մտնեմ էդ էլ տեսնեմ, մի հատ սուրճ խմեմ ու գնամ տուն ու անցնեմ իմ գործին, այսօր արդեն սկսեցի այսօրվանից դասավորեմ իմ բանը, ճամփրուկը, որովհետև շուտով ձեր Անահիտը շկա եզի Սիրելիներս եկա տուն եւ ինձ սպասում էր լվացք մի քանի շորեր լվացրեցի հիմա նորից էլի պտտվում է մեքենան եւ ամենակարևորը արևա բայց անենց խամիա ավելի լավ շուտ կչորանա ծավալը լավատները հարկավոր է ես մտածեմ մեր պարանի մասին ինձ թվում է պարանը մի վարքյան ժողովուրդ ջան ինձ թվում հա ֆերմը նո ժողովուրդ ջան դուրս եկա ու արևի տակ էս ինչ ցուրտ է Ետնաշապիկը կոչկեմ լավ ցուրտ է ճիշտ ասած մտածեցի ասի գնամ մամայի մոտ մի քիչ դուրս նստենք իրար հետ տակ է էլի արև էր համե մամայի հետ մի քիչ խոսամ զրույց տամ Իմ արկածների մաման եկարս մայ բալաջան, այդ ոնց էիր մորացել, ասում սուս մն, ամա միշտ չեմ ներում։ Ուրեմն նոր կատուներին տեսա, ետ մի բան հիշեցի, ժողովուրդ ջան, ես պիտի արտահայտվեմ, չեմ կարող ասել նկատողություն, ուղղակի մի քիչ զգուշ եղեք, նրանք ովքեր այդպիսի բաներ կարտահայտվեն, ինձանից ձեզ խորհուրդ, զգուշ եղեք, որպեսզի մարդիկ ձեզ չվիրավորեն։ Հետո ասում են երբեմն մեկը մեկին վիրավորում են, ինձ վիրավորեցին, ես կողմ են կողմ։ Ուրեմն մեկը, բլոգեր,
կենթանիներ ունի բավականին, դե հիմա իր գործն է, ինքը բավականին ունի մի քանի կենթանի, շատ է սիրում, տիտի-պիտի, էսկոմ ենկոմ։ Դա իր գործն է, իր կյանքն է, ոչ մեկ իրավունք չունեն ասել կամ զարմանալ։ Հիմա ես ես հարց եմ տալիս, տիկին, դուք որ դուրս եկաք եթեր եւ ասում եք նրանք ովքեր կենթանի չեն սիրում կամ վախենում են, դրանք շատ չար մարդիկ են։ Դուք ով եք, որ մարդկանց հնադատում եք կամ եք չեք, մարդկանց որակավորում եք ըստ կենթանիների, սիրում են կամ չեն սիրում։ Նախ կենթանի սիրել եւ չսիրելը դա պարտադիր չի։ Կա այսպես մի հետաքրքիր բան։ Ես սիրում եմ նայել կինոների մեջ եւ այլն, ես խենթանում եմ, այս կատուների մրտիկները որ նայում եմ, բայց իրանք իրավունք չունեն մտնեն տուն։ Ես ահավոր վատանում եմ, ես նախ շատ մեծ ֆոբիա ունեմ, իրանք ինձ չպիտի կպնեն, 100 կիլոմետրի վրա ես տիտիկից եմ վախենում, մրջունից եմ վախենում, դա արդեն ամեն մարդ դա այսինքն դուք որակավորում եք, որ մենք վատ մարդիկ ենք, բարի չենք, նրանք ովքեր կենթանի չեն սիրում, նրանք վատն են, բարի չեն։ Բայց ես ես հարց եմ տալի, դուք բարի եք, ապրեք, այդպես բարի մնացեք, չի կարելի, մեծ կին եք, ընդհանրապես մեծ ջահել երիտասարդը, որ առանց անխելքավարի մի բան է ասում, ինչ որտեղ ներում ես, ասում ես դե ջահել են, էլի, խոսալում ես տրակտորները, բայց որ մեծն է խոսում, ժողովուրդ չի սազում, չի կարելի մարդկանց որակավոր է կենթանի սիրում են, չեն սիրում, կենթանին շոյում են, չեն սիրում, նրանք լավը չեն, վատ մարդիկ են։ Դրա համար ես ուղղակի դուք կատուներին տեսա, հիշեցի, ասեցի, թե անպայման խոսալ եք շոյում։ Այդպիսի բան է։ Մի քննադատեք ոչ մեկի, չի կարելի։ Դա ձեր պրոֆիլի մեջ, մարդկանց պրոֆիլի մեջ ունեք եղում, ձեր գլուխը քերեք, ունեք կենթանի սիրեք, ունեք ընտանիք սիրեք, ունեք մեքենա սիրեք, բայց ուրիշներին մի ստիպեք, որ իրենք էլ անեն, այն ինչ որ դուք եք ուզում, ամեն մարդու կյանքը իրենն է, ինքը կառավարում է այնպես, ինչպես իրեն ձեռ է տալիս։ Եթե ես հենց հիմա գլխի վրա տնկված կանգնեմ, դա իմ կյանքն է, ոչ մեկ իրավունք չունի խառնվի։ Դուք ցույց եք տալի ձեր ընտանիքը, ձեր բլոգը, խոսացեք ձեր մասին։ Մի ասեք, նրանք ովքեր կենթանի չեն սիրում, նրանք շատ չար մարդիկ են։ Այսքան է։ Բարև ձեզ սիրելիներս, բարև ձեզ իմ լավ ժողովուրդ։ Մեր մոտ ժամը 11-ին 5 է պակաս եւ ես որոշեցի պատրաստել մի ուտեստ, որը ընդհանուր ասեմ ձեզ պատրաստում են թավայի մեջ, բայց ես որոշեցի պատրաստել ջեռոցում, որովհետև ինձ սենց ավելի հարմար է, քանի որ մազերս ներկել են եւ արդեն մի 10 րոպեից պետք է գնամ լվանամ, այս ինչ դժվար է կտրելը երեխեք ջան, ուշ չեմ ուզում տամ ձեռքից, բայց իրոք շատ դժվար է։ Ինչ է մեզ պետք է 2 ձու, ես դաժե մտածում 3 անեմ, 1 տուփ սլիվկի, այսինքն սերուսք եւ ձեթ։ Ձեթը ես մոտավորապես կլցնեմ եւ գիտեք ինչ կանեմ ձեթի համար ես երևի թե կլցնեմ այս բաժակը, այսենց, վարկյան, ձեթը պիտի բավականին լցնես, այդքան չեմ կարող ասել, բայց մոտավորապես էլի, մոտավորապես ձեթ, հիմա ես ինչ եմ անում, եկեք հարենք ձուն հարեմ, այսպես, և գիտեք ինչ, ես հիմա ֆետա պանիր եմ հանել, ֆետա պանիրի հետ մի քիչ կլցնեմ պանիր, հալվող պանիր, աղացած պանիր, հալվող, սա այսպես, և վերջում որոշել եմ լցնել մի քիչ մաղադանոս, պետրուշկա, պետրունյա, և մեզ պետք է ֆիլո խմոր սիրելիներս, հիմա ես այն կանեմ, և խիստ կտամ, սուտ խաչապուրի նման բան եմ պատրաստում, էլ եմ ձեզ ասում սա պատրաստում ենք թավայի մեջ, բայց ես որոշեցի պատրաստել ջեռոցը, հիմա մտածում սրա հետ ինչ տամ, կպատրաստեմ սալատ,
լաղդոնով, բեկոնով, հետաքրքիր ինչ-որ մի տենց բան, և ամուսուս համար կարտոֆիլ և միս, ես չեմ ուտի միսը, բնականաբար, հիմա սրա մեջ մի քիչ ավելացնեմ իմ սարսար մաղադամուսը, ինքնումա տեսնում եք, չէ ժողովուրդ եմ, ես մի լավ բուր ավելացնենք, փորձենք էլի, առաջին անգամ եմ պատրաստում, ուղղակի սա իմպրովիզացիա է, ինչպես գիտեք, Անահիտի անընդհատ իմպրովիզացիաներ են կլինում, սա այսպես, գիտեք ինչ ես բաղանատորսը ինչ որտեղ նման է մեր ֆրանսիական քիշին, բայց քանի որ ջանին, ուրեմն քանի որ մեջը պանիրն աղի է, ավելացնում ենք ձեթը և ավելացնում ենք սերուցքը, պատկերացնում ինչքան յուղոտ է լինելու, վայ, սիրտս խառնեց արդեն, բայց ոչինչ, ասել օղորմածիկ տատուս, բալա ջան, եղոտ չուտես, ավելի լավ է խոտ ուտես, այդ էլ տատիկիս խորհուրդներ էլի բոլորին, բայց այդ եղոտն էլ գնում ուղիղ, իջնում ուղիղ ազդրերի վրա կանանց մոտ, տղամարդկանց մոտ է փորը, քանի որ ես մի քիչ սիրում եմ կծու, եկեք մի քիչ էլ հնչուչ է, եկեք մի քիչ էլ կծու պղպեղ, սրա մեջ, և մի քիչ էլ սրա մեջ, և ամենակարևորը մոռացանք, մի քիչ էլ իմպրովիզացիա, քունջուտիկ, որ ճրճրտա ատամի տակ էլին, և հնչուչ է, հիմա մարդիկ ինչ չեն ճանաչի, կասեն ես կինը տեսնես ես ինչ աքսենտով ա խոսում հնչուչ, սա աքսենտ չի սիրելիները, սա ջեմիայի խոսելաձևն է, սա այսպես, խառնեցինք, մի քիչ արևածաղկի, դդումի, կորիզ, քնջուտ, ինչ կուզեք, ինչ կցանկանաք, սա արդեն խառնված է, հիմա նայեք տեսեք ձեր Անահիտը ինչ է անում, ձեր Անահիտочка, что делает ваша Անահիտочка, ваша Անահիտочка վերցնում է խմորը, ճիշտ ասած մտածեցի շորտ անեմ, մեկ էլ ասեցի չէ լավ, ավելի լավա վիդեոն անեմ, և դուք տեսնեք, թե Անահիտը ինչ է պատրաստում այսօր երեք, ուղղակի ցանկանում եմ, սա առաջին անգամ պատրաստում եմ, մի հատ վերցնեմ փոքրի տարա, կես անեմ, տեսնում եք, այո, իհարկե տեսնում եք, այ այսպես կտրատում եք երեխեք ջան, չքան դժվար է կտրելը, մանավանդ, որ մարդու ձեռքը ցավում է, ժողովուրդ ջան, առավտեցի դանակով, հիմա ինչ եմ անում, այ այսպես վերցնում եք այսպես, բացում եք սա, քանի որ իրար կպած է, այսպես, և լցնում այսպես քավայի տակը, քավայի տակը լցրեցինք, հիմա վերցնում ենք այս ամբողջ պանիրային հատվածը և այ այսպես շախ տալիս վրան, մի քիչ ատեղավ պանիրը, բայց ոչինչ, շատ լինի քիչ չլինի երեխեք, ձեռքերով, առանց որևիցե մի կոմպլեքսների և ուշադրություն չդարձնեք, որ մարդիկ խոսում են հիմար ձեռքերով, եթե Աստված տվել է ձեռք, պետք է ձեռքով աշխատել, ոչ թե ոտքերով, սա այսպես, մի քիչ այսպես կողքերը աղացած, խավ խոմաժն եմ ես օգտագործում, սա այսպես, սա տեղավորենք հիմա, և ամենակարևորը, երկրորդ կտրելու մոմենտն ամենադժվարը, ես այստեղ արդեն մտածում եմ դանակով, տագյատելի նման, ոնց որ իտալական են տագյատելիները, սա այսպես, գիտեք ինչ եմ մտածում, չէ, ասանայք քեզանից դուք բաներ մի մտածի և հորինի, սա այսպես, ջեռոցը միացել եմ արդեն, հիմա վերցնում ենք այս ամբողջ խառնուրդը և դելիկատման լցնում վրան։
Ինձ թվում է սա 2 րոպեմ կեպի, ավելի լավ է ես այսպես թողնեմ, ջեռոցի մեջ կդնեմ վերջին րոպեին, երբ որ Սերժը գա։ Սա այսպես, տեսնում եք։ Հիմա բերեմ միած սեղաններ, մաքրեմ, բերեմ կարտոֆիլը մաքրեմ, նոր գնամ 5 րոպե ժամանակ ունեմ, դե լավ, գնացինք։ Ժողովուրդ ջան եկա եւ անցնեմ գործի։ Միած սալաթը պակի կտրատեմ։ Եվ լավ կլիներ մի հատ ավոկադո էլ ունենալ, բայց չունենք, ոչ չի։ Սա այսպես, սալատը լվացվեց։ Հիմա մի քիչ այս պամիդորա միացեմ մի քիչ սա կտրատեմ։ Ուղղակի այսպես կողքերով դնեմ։ Ամուսինս այս բանի պետական արհեստական լոլիկ չի ուտում, աբսոլյուտ չի ուտում։ Բայց ոչինչ, լոլիկ այլ, պամիդոր այլ երևույթ։ Մի քիչ եմ դիզանում։ Մի քիչ կանադական ասել մամային չամիչ, խմբերի։ Մաման դրան է դերա կանադական չամիչ։ Հիմա բեկոնը երկում է, լազոմը։ Լազոմչիկի։ Երկու տեսակի չամիչ էր կանացան, որ շատ աստակած համ է տալիս և ինչ ունեք տաներ, եք պատավիր չի որ տնեք, ուսես պրոտոկոլային, ոնց որ մարդիկ կան պրոտոկոլային քաշ են, չէ, ասենք եթե մեկը մի քիչ գերանում է, վերջ, այդ մարդն ասել պիտանի չէ կինը, այդ չես գաղափար սիրելներ, սա մի քիչ ես թթու լավաշը, երկու ապը գնմանը այդ իրանը, Մոզատի կանա այդ ենգուր քիչ տալի, ոչի ժողովյան, մավեր թացան, մի քիչ խորովատինիկ էր մնացել, դա վերջում խարնում կա, տոպիլի է, ես բեկոնը սիրում եմ լավ, վառլավ, և ահա, սա, աղցանը, տեսնում եք, սա պատրաստվեց, հիմա դնեմ աղցանի համապատասխան գթարները, ահա իմ սիրելի եդևորդուիներ, պատրաստվեց մեր հրաշալի խպաչուրին, խաչապուրին, հիմա կտեսնենք կտրելու ժամանակ, թող մի քիչ սարի, որտեղ հնարավոր չի, խորհուրդ եմ տալիս, պատրաստեք այս ձևով, ձեզ պետք է ֆիլո խմոր, տեսակ, երկու մասիկ բաժանում եք, հետո մկրատով կտրատում, դարձում եք սենց սպագետիի նման, տագյատելիի նման բան, հետո տակը մի քիչ ձետ արեք ձեր ամանի, եթե ուզում եք, այս կարիք էլ չկա երևի, խմորը դնում եք վրան, ձեր սիրած պանիրը, ձեր սիրած կարող եք սպանախով էլ անել, ես սպանախով եմ անելու մյուս անգամ, պանիր սպանախով, վերջում ես ձուն, 2 ձու, 1 փոքրիկը, մոտ 15-150 գրամ սլիվքի, 150 գրամ ձետ, 100-100-ի վրա, հավասարաչափով, խառնում եք ձեր հասիրած համեմունքները, ալլաբալանիցա, դուրս կաբանիցա, ահա և ձեր Անահիտի պատրաստած ուտեստը, բարի ախորժակ, նոր բացեցի, մինչև այդ չէի խառնել, հիմա ուղակի սենց մի հատ, դեր խառնելու կարիք էլ չկար, սա այսպես անում եք, արդեն երբ դրեցի, 11-ից կես դրեցի, ժամը 12-ին 10 ապակաս, 20 րոպե հետո նոր խառնեցի, տեսնում եք, հիմա որպեսզի ինքը ավելի լավ եփվի և ավելացնում եմ այս մսիկները, որը խորոված էր, խորովածի մսերից էր ավելացել, որպեսզի իր մեջ լավ, նախ այդ մսի, ոնց են ասում այդ բանի փայտի վրա այդ խորովածի համն էլ կպնի կարտոֆիլին, և սա լինում է իմպրովիզացիա, որպեսզի չտաքացնեի, նորից չչորանար միսը, ինքը փակ վիճակում արդեն ավելի լավ կեպի։ Գնաց, ասեք ձեր Անահիտը հորինում է և հորինում և հորինում։ Ոչ։ Բարև տիկին սաթիկ, դուք իմ վրա կլազնյա չանեք,
Ես ձեր մոտի շերեփությունը ինչ ո՞նց է քո շերեփը մերնեմ։ Իմ շերեփները բոլորն այստեղ են։ Եթե դու կգտնես քո շերեփը, ուրեմն կասեմ յալալ։ Կտրում եմ սիրելիներս մեր խաչապուրին Այրիկի համար։ Վալա։ Նայեք տեսեք ժողովուրդ ջան մեջը։ Հիմա տանենք թող Այրիկը դեգուստացիա անի։ Ինչ ես արել։ Մամ, ինչ ես արել իմ։ Տեսնում ես, հրաշալի աղջկատ մեղքն արել ես, գտար։ Այ, սա TikTok-ա ջան, որտեղ էի դրես իրելիս։ Մի հատ բորշը, այս բորշի պատմություններ եք պատմեցի ժողովրդին, հայոց պատմությունը։ Գտալը գցեցի, որ ուտեմ, մեկ էլ ինչ տեսնեմ։ Ես եմ սպետաներն էլ բարյախոժակ մերնեմ արևիկ։ Ընտիր էր բորշըտ, պրոստը սենց է, որ սենց, ասեցի ջանդամ, թե չեմ չաղանա, իրիկունը կերա, լրիվ։ Գնա մի հատ սպիրտ կսեմ սենց երեսներիս, հա երևի։ Հա, կա ունեմ սպիրտ անեմ։ Ահա տեսնում եք ժողովուրդ ջան, խորովածի միսը խառնեցի կարտոֆիլի հետ, էկոնոմная женщина։ Սալաթը հիմա հանեմ խաչապուրին էլ եւ մեր ուտեստը պատրաստ է։ Bonjour Serge։ До свидания. Groupir. Բարև։ Rabev. Barev. Comment t'as dit? Non, comment on dit bonjour arménien? Ba? Barev. Վերջապես 30 տարի հետո։ Ժողովուրդ ջան, իրոք շատ համեղ էր, մի քիչ փորձեցի, համտեսեցի, պարդոն, այդ փորձել բառ այդքան չեմ սիրում, եւ իրոք համեղ էր։ Դե ինչ, մեզ բարյախոժակ։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ իմ վլոգը, բոլորիդ ցանկանում եմ բարի դիտում, ցանկանում եմ լավ օր, առողջություն եւ ամենակարևորը սիրեք մեկդ մեկիդ, համբուրում եմ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա, պակա։